Երևի պատերազմի ժամանակ բոլորս հիշում ենք, չէ՞, անթիվ անհաման օգնությունները, որոնք ասում էր Հայաստան։ Մենք այդ ժամանակ գիտեինք, որ ամեն ինչ գալի մնում է պահեսնելուն, չէ՞։ Բայց հետո չիմացանք այդ պահեսներից ինչ է եղել։ Նայեք։ Բարի ժողովուրդ ջան, ուրեմն շատ կանաչ մահի կանատիսմ հա։ Նայեք։ Մի րոպե սենց անեմ տեսնեմ։ Ամբողջովին նոր, այսպես մորթուց վերքեր։ Դուք ամբողջովին նոր է ժողովուրդ ջան, մորթ։ Ես պատկերացնում եմ, որ այս օգնությունն ուղարկածն է տեսնում իրենց ուղարկած օգնությունները։ Այսպես նայեք, սաղ լցրած է։ Բերես Ինչ որ աղբա, ինչ բանը, մեկի հողատարածքում են ասել, որպես աղբ։ Էսի կոմբինեզոն ասենց, չգիտեմ էս հոնդերից է ինչ է, ոնց է, բայց ամենը դեպս։ Նայեք, ցելոֆանով ցես պատված։ Ցելոֆաներով մեջը լիքը լցրած է, նայեք։ Այս ցելոֆաներով մեջը լիքը լցրած է ժողովուրդ ջան։ Գարիստները այստեղ լցրած, գարիստները ուտում են, նայեք, այսպես մկները ուտում են։ Իրանք մտածել են ավելի լավ ասեն ցիվիլի պես թափեն, կամ բաժանեն, որ ժողովուրդը կարողանա հագնի ծմերը չմրսի, այդպես է, նայեք։ Ստե բերես էս կոնվերի եսի ինչ է լցրել։ Ահա պես նայեք, ցելոֆաներով լիքը լցրած է։ Ամենը դեպս, ցես ցույց տամ, ամբողջ վարչապետ կարես Հայաստանի զոմբիների համար, որ ասում էր ավելի լավ է դուք ձեր կներից ուշլատներ, հակագազներ, կասկեք, եկալեք կարեք մեր զինվորներին տվեք, որ կարողանան պատերազմի դաշտում կրվեն։ Հիմա ես ուզում եմ ասել, այ ոչխար ջան, Աղունեն է ձեր հետևողականությունը, չգիտեմ ես որտեղի ուշլատներն ու չգիտեմ ես որտեղի ինչ հակոստներ է, որ արա վերել են թափել են ամբողջովին նոր ապրանքները վերել թափել են, ու այսօր մեր զինվորները սպամանի կանոնից ասում են։ Ոչ միայն զինվորներից երկրի այն վատ ապրող մասը, հիմա այս սրան հաստատ ինքը ամեն վարքյան սիրով կդիմավորեր։ Հələ այդ ամբողջովին նոր ապրանքները վերեսի, այս թափել են ամբողջովին։ Վերել կովի մնացորդների հետ նայեք, կենթանու օրգանների հետ թափել են, ցելոֆան, հակագազ, այս հեշմեշոկներ նայեք։ Այս մարդը պատահական է տեսել, իր հողատարածքում են լցել այս ամենը։ Պատկերացնում եք, ամբողջ սփյուռքը ով ինչ ուներ, միջև վերջի կոպիկը, միջև վերջի հագուստը, ով ինչ ուներ, ուղարկում է, վստահ որ սա գնում է ասնի մեր զինվորի։ Որը մեր երկիրն է պաշտպանում։ Այս տակակները ինչին արել սրա։ Այս մյուս տեսանյութը, որ արդեն գիշերն է հրապարակել։ Տեսեք ինչեր է գտել։ Ուրեմն նորից բարի երեկո ժողովուրդ ջան։ Ուրեմն ով չգիտի մի հատ տեղեկացնեմ ինչի մասին եմ հիմա խոսելու, այսպես կանգնի էլի, այսպես կանգնի, всё։ Ուրեմն տեղեկացնեմ ինչի մասին եմ խոսելու ժողովուրդ ջան։ Ուրեմն նայեք ժողովուրդ ջան։ Ես Հայանից գյուղում եմ, այսօր ցերեկն եմ եկել այստեղ։ Ուրեմն եկել եմ իմ հողատարածքը նայեմ, մի բան եկածներ, ուրեմն ինչի ականատես եղա։ Ամբողջ հողից կողքը, երևի որ սուտ չասեմ մի 3 գրուզավիկ, զինվորական հագուստ է լցրած, զինվորական հագուստ։ Ու հիմա այդ զինվորական հագուստները ես ցանկանում եմ այլ որ հիմա ձեզ վիդեո անեմ, ես իմ մարդկանց համար ովքեր չեն տեսել։ Նայեք, հիմա այս զինվորական հագուստները ես ձեզ ցույց եմ տալի։ Իրա, մի քիչ հետ կայնի լույս են գնի վրան։ Հիմա ցույց եմ տալիս ձեզ ժողովուրդ ջան։ Ես եկա Երևան իմ զինվորական ընկերներից մարդիկ զանգեցին, ինձ ասին Արտակ ջան, գանք ես զինվորական հագուստերից ջոգենք, ինչա մաքուր է, ինչա իշի, ընտրենք մեջերից վեկալեք տանենք մեր զինվորները սահմանում ոչ մի ֆորմա չունեն, ոչ ամենայն դեպս տաքությունապետ, կեսապետ, կերապետ։ Հիմա ես ձեզ ցույց եմ տալիս այս զինվորական հագուստները, որը գտնվում է Հայանիստում որպես աղբի պես ամբողջովին նոր զինվորական հագուստները լցրած։ Նայեք ժողովուրդ ջան։ Ես այն մարդկանց համար եմ ցույց տալիս, ովքեր դեռ չէին տեսել։ Նայեք։ Արի նայ, սա սենց երկու գրուզավիկ լցրած է։ Նայեք, ընդեր, ստեղ այսեն սա զինվորական ուրեմն բաշխորներն, հա, նայեք։ Ինքը մորթիով ու լրիվ նոր է օծակ։ Նայեք, սենց նոր կամեցնե շոկներ։ Ուրեմն ես հիմա մի հատ բան եմ ցույց տալիս, այս ինչա, իմացողները արդեն կհասկանան, թե այս ինչա նշանակում։ Ամերիկայից ուղարկած։ Նայեք։ Իմ պատկերացումով սա Ամերիկայից կամ Թուրքից։ Donated, Ամերիկայից նվիրատվությունը։ Նվիրատվությունը սա Ամերիկայից։ Եկած օգնությունն է պատերազմի ժամանակ Հայաստանին։ Դուք պատկերացրեք, ես իմ կարծիքն է, չեմ ասում որևէ մեկը ասեց, բայց այդ կարծիքս կարող է իրականություն լինի, հեսա չգիտեմ, ինչա գրած, նայեք պատկերացումը կազմեք ժողովուրդ ջան։ Իմ կարծիքով սա Թուրքի օգնությունն է Հայաստանի պատերազմի ժամանակ։ Նայեք ցելոֆաններով ամբողջովին նոր, լրիվ նոր է։ Ինչ տեսնում եք նոր է ժողովուրդ ջան, հա։ Ամբողջովին նոր ուպակովկա արած բաճկոններ է։ Էսի տեսեք։ Ուրկաներ է, սախտակ։ Այս դիքը դրած, նայեք, վեշմեշոկները, նայեք, դիմակները ամբողջովին նոր, հեսա, ես կարոպկան ցույց տամ, դուք նայեք արդեն հասկացեք, եսի որտեղից կարա եկած լինի, այս էլ կարոպկեքը, Մենք պատկերացնում են երեխեքը, որ փող էին հավաքում, ով ինչ ուներ վաճառում այդ փողոցներում, դպրոցներում, քոլեջներում, ինստիտուտներում ամբողջ հայկական աշխարհը, ամբողջ աշխարհով։ Դրանով է զբաղված։ Ես հիշում եմ, որ մի հատ տղա կար բանում Ալմավիրում, ընկույզ էր վաճառում։ Հավաքում էր ծառից, տանում ընկույզը վաճառում էր, փող վերցնում էր, գնում էր ու փոխանցում էր անում, կամ մի բան առնում ուղարկում էր։ Դա Հայաստանում
Ինչի՞ է ես տեսել եմ այդ դեպքի։ Ամբողջ աշխարհում երիտասարդները փողոցում մեքենայի են լվում։ Այդ չգիտեմ ունեցածներից ես այնքան տենց օրինակներ գիտեմ։ Հիմա նայողները երևի ամեն մեկն էլ իր օրինակները գիտի, որտեղ իրանց երեխեքներն են դանով զբաղվել, իրանք էլ են դանով զբաղվել, ով ինչ կարողացել անել ամբողջ աշխարհում։ Եկել Հայաստան, սանք ուղարկել են նախմասկը։ Բայց սահնակությունը բանա էքսոսկարի։ Այս էս նայ ժողովուրդը, նայ բաշխումները, ստեղ ցույց են տալիս կամբինեզոնները, ստեղ մի թափ թազա, նայ ցելոֆանները, բաները վրա, իր բիրկաները վրա։ Նայ, ստեղ բաշխումները։ Այս էս։ Ուրեմն հիմա այս գեոլոկացիան ուղարկել ժողովուրդ ջան, հիմա իմ զինվորական ընկերս եկավ, ասեց Արտակ ջան, գնանք նայեք, էս ինչ է նշանակում։ Նայ։ Օ, մի հատ բան ցույց տամ ձեզ, նայեք ինչ ասել, չգիտեմ, էս ինչ աստղա, էս ինչ պլյուս, ինչ այս է։ Հələ նայեք, էս ինչ է։ Անուն ազգանուն դպրոց հասցե։ Անուն, ազգանուն, մարզ, դպրոց, հասցե։ Նայեք, սես թղթերով, սես դիքը։ Էս ինչ աստղ, էս ինչա չեն հասկանում, էս ինչ է, սենց ամբողջովին նոր սես բաներ է։ Հետ ինչ է ախպերս։ Նայեք, բռոնի ժիլետը ժողովուրդ ջան, նայեք։ Այս բռոնի ժիլետների պակասից ինչքան երեխա զոհվեց։ Այս տականքն ասում է տունը ով ինչ ունի, կասկա բռոնի ժիլետ հավաքեք գնացեք Արցախ։ Միջդեռ ուղարկած բռոնի ժիլետները աղբի տեղալ են թափել։ Ու ինչքան երեխա զոհվեց, պարզ բռոնի ժիլետ չունենալու պատճառով։ Բոլորը բայրակտարի բեկորներից։ Բռոնի ժիլետները ինչ են։ Հա, բռոնի այսի։ Ինչ։ Ոչ ժիլետա։ Մեր զինվորական ախպերն ասում, ես չեմ հասկանում, ամենայն դեպս։ Ուրեմն ամբողջովին նոր ցելոֆաններով բերել են, սես լցրել են, նայ, ցելոֆանները անը։ Հետո ավելի բանայով սիրտը ուղարկել չի դիմանում։ Ու սրան այս ամեն ինչ ամողին պետք է ձայն տան։ Չէ՞ որ մենք գիտենք այս ամեն ինչին աջակցողներն ովքեր են։ Չէ՞ որ դրանք մեր շրջապատում են, մեզ հասանելի են։ Մենք սա ո՞նց ենք ապրելու։ Հովհաննես Իշխանյանը առաջարկում է հաջորդ անգամ վառելուց ԿՊ-ի լոգոն նույնպես։ Վառել սերնդը սերն։ Ես լրիվ համաձայն եմ։ Թուրքիայի դրոշի հետ պետքա վառվի, այս տարի պետքա վառվեր, ու հավերժ պետքա վառվի, վառում ենք ունենալու ենք անկախություն անպայման։ Թուրքիայի դրոշի հետ նույնիսկ եթե ունենանք անկախություն, ցեղասպանությունը ճանաչված լինի, բան կարելի է Թուրքիայի դրոշը նույնիսկ չվառել, բայց ԿՊ-ի դրոշը վառելը պարտադիր է։ Պարտադիր, ամեն տարի պետքա վառել դրանց դրոշը, որ հաջորդ սերունդներ իմանա, որ այս ում դրոշը վառում եք, սանքել են ցեղասպան։ Ցեղասպան։ Էլի դրսի թշնամիներ, ասեմ ներսի թշնամիներ։ Համատեղ կատարված ցեղասպանության համար։ Արցախում վանդալիզմի դեպքերը գերազանցել են 1000-ը, սա մշակութային ցեղասպանությունը, Հովիկ Ավանեսյանը հաշվի գրել։ 1000-ը։ Հայաստանը ոչ մի բան չունի ասում։ Եկեք սաղմոսների մեջ բերում անենք, ավետարաններից մեջ բերում անենք, ինչի՞ է երկրորդ երեսատել դեմ տալ, եթե մի այդի տապտակում է։